Արդեն մի քանի շաբաթ է Ադրբեջանը Սյունիքում կրակում է ու հրադադարի ռեժիմը խախտելու համար մեղադրում հայկական կողմին։ Կրակոցները հիմնականում թիրախավորված չեն, դրանցից երկուսն են կոնկրետ թիրախներ ունեցել, երկուսն էլ Խնածախ գյուղում։ Փաշինյանը կրակելու երկու պատճառ է տեսնում։ Կրակոցները կամ Ադրբեջանի զինված ուժերում անկարգապահության հետևանք են, կամ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Վերահաստատում եմ, որ Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ եւ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները։ Որ կրակոցները սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն, ակնհայտ է, ասում է Վիտալի Մանգասարյանը։ Ռազմական փորձագետի գնահատմամբ Բաքուն հրադադարի ռեժիմը խախտելու կեղծ լուրերով փորձում է նաև միջազգային հանրությանը մոլորության մեջ գցել, ցույց տալով, թե Հայաստանն ամենօրյա ռեժիմով կրակում է իրենց ուղղությամբ։ Նրանք հստակ ժամերի են կրակում։ Ինչ որ ալգորիթմ են դրել, ասենք ժամը 10-ին են կրակում, երբ որ բոլորը պատրաստվում են քնել, հետո 4-ին են կրակում, փորձում են քնից հանել, հետո մի հատ էլ sense ցերեկն են դպրոցի գնալու ժամերին բանանում կրակում ու այսպես հստակ այն որ ահաբեկելու մեխանիզմա դրած էլի գյուղացիները կան արդեն ասում են գիտենք որ այս մի շաբաթա կոնկրետ այս ժամին մի քանի անգամ պետքա կրակեն, այսինքն երևում է որ այստեղ իրանք հոգեբանական խնդիր են փորձում լուծել ու այդ ամեն ինչը փաթեթավորեն ցույց տան որ մենք կապ չունենք հենա հայերն են կրակում։ Փորձագետը նմանատիպ իրավիճակ է հիշում նաև Արցախի սահմանամերձ բնակավայրերում 2022 թվականին։ Տարբեր տեխնիկական միջոցներով մուղամներ էին միացնում, որպեսզի ահաբեկեն մարդկանց այդ հոգեբանական ճնշման ենթարկեն։ Հիմա նույն մոդելը իմ գնահատմամբ փորձում են այստեղ կիրառեն, սկսել են կրակոցներով, չի բացառվում, որ նման օրինակ սցենարներ նույնպես տեղի ունենան։ Կրակոցների ֆոնին կոնկրետ անելիք ունեն եվրոպացի դիտորդները։ Ըստ փորձագետի առաքելությունը կամ բավարար քանակով տեղակայված չէ եւ չգիտի թե ինչ է կատարվում սահմանամերձ բնակավայրերում կամ անգործության է մատնված։ Այստեղ Եվրամիության դիտորդական առաքելությունը շատ մեծ գործ ունի անելու, ինչը ցավոք սրտի չենք տեսնում։ Այս ֆոնի վրա նրանք պետք է այսպես ասած խոսեն եւ գոնե մատնացույց անեն հրադադարը թե որ կողմն է խախտել, ու մենք գիտենք որ հայկական կողմը կարելի ասել վերջին 30 տարիների ընթացքում նման օրինակ խախտումներ չի արել, մենք միշտ պատասխանողի դերում ենք եղել եւ ցավոք սրտի այս ֆոնին մենք նույնիսկ չենք էլ պատասխանում։ Կրակելով ադրբեջանցիները նաև էսկալացիայի ու ռազմական գործողությունների գնալու հող են նախապատրաստում, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ամենևին խաղաղություն հաստատելու մտադրություն չունեն, ասում է Վիտալի Մանգասարյանը, իսկ պատասխան չստանալով թշնամին ավելի է լկտի անում։ Եթե վերլուծենք Ադրբեջանի վերջին 30 տարիների գործողությունները, նրանք մինչև իրենց քթին չառնեն, այսպես ասած, հանգիստ չեն նստելու իրենց տեղը։ Մենք շատ լավ ենք հիշում, որ եղել են տարիներ, որ մենք անհամաչափ գործողություններ ենք իրականացրել, նրանց ամեն մի սադրանքը այսպես թեթև բազմակի անգամ պատասխան է մեր կողմից եղել այդ սադրանքներին եւ գոնե եթե մենք չենք կարողանում նման գործողություններ իրականացնենք, ապա ես չեմ հասկանում, թե որտեղ է այդ հայկական կողմի շահը, որ մենք նման օրինակ հայտարարություններ ենք անում։ Մենք կարող ենք չէ առնվազն այդ հայտարարությունները չանել։ Ալիևը մի կողմից վստահեցնում է, որ նոր ագրեսիա չի ծրագրում, մյուս կողմից անընդհատ զինվում է ու մեծացնում ռազմական բյուջեն։ Զուգահեռ Հայաստանին մեղադրում է սպառազինություն ձեռք բերելու համար, որն անհամեմատ փոքր չափով է։ Ադրբեջանը արդիականացնում է իր ավիապարկը, գնում տարբեր երկրների հետ պայմանագրեր է կնքում։ Եվ այս ֆոնի վրա պահանջ է ներկայացնում, որպեսզի Հայաստանը այնտեղ, չգիտեմ, մի քանի տեխնիկա այս կամ այն երկրից այսպես ասած մի կերպ ձեռք ենք բերում եւ իրենց համար դա այսպես ասած վտանգ է ներկայացնում։ Այստեղ մեր դիվանագիտական կորպուսը պետք է իմ կարծիքով լուրջ աշխատանք կատարի, ինչը ցավոք սրտի չենք տեսնում։ Բաքվի նոր գնաց զենքերը հարմար պահի Հայաստանի հնարավոր է նաև Իրանի դեմ օգտագործվեն։ Ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից, փորձագետն այս սցենարը չի բացառում։
Զենք ձեռք բերելուց բացի Հայաստանը պետք է դրանք արագ ինտեգրի զինված ուժերում, իսկ դրա լավագույն մեխանիզմը զորավարժություններն են, բոլոր ստորաբաժանումների մասնակցությամբ։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։